Ամենակարևորը, որ այն գործընթացները, որոնք այսօր իրականացվում էին, նաև նախընթաց ժամանակահատվածում, մեզ ցույց դրեց, որ ճանապարհը, որը ընտրել ենք, ճիշտ է, սոցիալական աշխատողի ինստիտուտի ու նրա դերակատարման կարևորությունը, որը գիտեք, արդեն վերջին 2-3 տարիներին իրականացվող աշխատանքների շրջանակներում, սա մեր հիմնական ուղղությունն է, այսինքն անձի, անհատի, ընտանիքի կարիքի գնահատում, գնահատված կարիքի հիման վրա սոցիալական ծառայությունների մատուցում։ Սոցիալական աշխատողի ինստիտուտի դերակատարը նա է, որ սոցիալական աշխատողը պիտի նաև կարողանա ապահովի տվյալ անձի կամ ընտանիքի որպես ներկայացուցիչ հանդես գալը, նաև օգնելու նրանց իրենց խնդիրները լուծելու այս հարցերում, եւ ես կարծում եմ, որ այս ապրիլյան իրադարձությունները նաև ցույց տվեցին, որ այո, օր առաջ այս ինստիտուտը պիտի կայացած լինի, որովհետև միայն այդ ձևաչափով եւ համագործակցված նաև ոչ պետական կազմակերպությունների, ընդհանրապես հասարակության բոլոր այն շերտերի հետ, ովքեր նաև իրենց մասնակցություն են բերում սոցիալական խնդիրների լուծմանը, որպեսզի համակարգված, հասցեական եւ նպատակային լինի սոցիալական ծառայություններն ու սոցիալական աշխատանքը։ Մի դեպքում խնդիրը նա է, որ այս ընթացքում իսկապես այդ բուռն արձագանքը մեր հասարակության տարբեր շերտերի անհատների, որ օգնել, աջակցել ով ինչով կարող է, բնական է, որ այս ցանկությունները, որ անձինք արտահայտում էին եւ իրենք անձամբ ուզում էին այդ հարցերում օգտակար լինել, բնականաբար չէր կարելի որևէ կերպ դա արգելակել, բայց մյուս կողմից իհարկե կա համակարգման խնդիրը եւ հենց սոցիալական աշխատողի ինստիտուտի վրա դնելը այս գործընթացը ունի հենց այդ նպատակը, որպեսզի մենք դեպքի վարման համակարգի միջոցով, մենք հիմա նաև տեղեկատվական համակարգ ունենք այդպիսին, կարողանանք տվյալ պահին, տվյալ ժամանակահատվածում գնահատված կարիքների որ մասն է բավարարվել, որ մասն է մնացել, ուղղորդել մնացած ռեսուրսները այդ խնդիրների լուծմանը եւ համակարգված այս աշխատանքներն անել։ Սա այո, ժամանակ է պահանջում, որպեսզի այս գործընթացը ամբողջությամբ ինստիտուցիոնալացվի, բայց օրենք, օրենսդրություն, որոշումներ, կանոնակարգեր ու նաև այսօրվա համաձայնագրի ստորագրումը այս ամբողջ այդ գործընթացին է հենց միտված։ Հիմա մենք, ես կարծում եմ, որ առաջիկա շատ տեսանելի ապագայում կար ժամանակահատվածում մենք ունենանք այս գործընթացը ամբողջությամբ ինստիտուցիոնալացված, երբ ունենանք բոլոր խնդիրների հետ կապված սոցիալական աշխատողի կողմից առանց որևէ լրացուցիչ հանձնարարականի իր գործառույթների կատարում եւ որքան մենք քիչ տեղյակ լինենք այդպիսի խնդիրների, այնքան դա ցույց կտա, որ մենք ուրեմն ինչ-որ խնդիրներ ենք լուծել, որովհետեւ սոցիալական աշխատողը իր աշխատանքը պիտի կատարի բնականորեն որպես իր պարտականություններ եւ համակարգի արկա ռեսուրսները, որպեսզի այդ ամբողջ ռեսուրսները ուղղվի ասիական նպատակային տվյալ կարիքի բավարարմանը։ Մեր այդ համակարգացիները, ովքեր որ իրենց կամքով եկել են Հայաստան եւ բնակվում են տարբեր մեր քաղաքներում կամ համայնքներում, գտնվում են տեղական ինքնակառավարման մարմինների ուշադրության կենտրոնում միանշանակ ու միարժեք է եւ բոլոր հնարավոր աջակցությունը ցուցաբերվում է այդ ընտանիքներին։ Միևնույն ժամանակ մենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նաեւ կառավարության եւ մեր գործընկերների հետ քննարկելով ունենք իրենց հստակ մոտեցումը, որ իրենք բոլոր պայմանները ստեղծել են եւ այս պահին էլ պատրաստ են այդ բոլոր ընտանիքներին աջակցել եւ կացարաններով եւ մնացած ամբողջ աջակցության, որովհետեւ դուք բոլորդ գիտեք նաեւ, որ այդ օրերին մեր եւ Հայաստանի եւ ամբողջ Սփյուռքի մեր հայրենակիցները աջակցել են եւ շարունակում են աջակցել ու այդ ամբողջ աջակցությունը ուղղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը։ Պարոն նախարար, երեք վարչապետը ելույթ ունեցավ կառավարության նիստից առաջ, խոսեց համակարգային փոփոխությունների մասին, արդյունավետ կառավարման ընդգծելով կոռուպցիոն ռիսկերը։ Դուք սոցիալական ոլորտում ինչ կոռուպցիոն ռիսկեր եք առանձնացնում, ինչպես է գնահատում կոռուպցիոն ռիսկերը եւ արդյոք համակարգային փոփոխություններ սպասվում են։ Կոռուպցիոն ռիսկերը բնականաբար դրանք բոլոր համակարգերում առկա են։ Մեր բոլորի խնդիրն է դրանք հասցնել նվազագույնի։ Հիմնական ուղղությունը սոցիալական պաշտպանության ոլորտում, որ նաև վերջին տարիներին իրականացվել է եւ հիմա էլ բնականաբար շարունակվելու է, դա տեղեկատվական համակարգերի ներդրման միջոցով հնարավորինս միտումնավոր կամ պատահական սխալների բացառումն է։
Ես նշեցի, որ բյուջեի 30% ուղղվում է սոցիալական պաշտպանության ոլորտին, որի մեծ մասը դրանք դրամական տիպի վճարումներն են մեր քաղաքացիներին, կենսաթոշակների, նպաստների, պարգևավճարների եւ այլ դրամական գումարների տեսքով, օրենքով սահմանված, եւ բնական է, որ այստեղ ամենակարևոր խնդիրը նա է, որ մեր համակարգերը ամբողջությամբ նույնականացնեն քաղաքացիներին լիարժեք, իրավունքի իրացումն ապահովի տեղեկատվական համակարգի միջոցով, որպեսզի որևէ սխալ իրացում տեղի չունենա, իրավունքի իրացում, եւ այս ուղղությամբ վերջին տարիների իրականացած աշխատանքները ակնհայտ է, որ ցույց են տվել նաեւ իրենց արդյունքները, եթե դուք նայեք վերջին 5 տարիների ընթացքում մենք սոցիալական պաշտպանության ոլորտում մի քանի տասնյակ միլիարդ դրամներ ենք խնայել, որոնք ուղղվել են նորից սոցիալական պաշտպանության ոլորտի ծրագրերի իրականացման ու նաև դրա շրջանակներում կարողացել ենք ավելացնել տարբեր վճարումները։ Հիմա մյուս հիմնական ուղղությունը դա քաղաքացի եւ որոշում կայացնող սոցիալական աշխատող շփման հնարավորինս նվազեցումն է։ Այս ուղղությամբ եւս աշխատանքները, որոնք արել ենք եւ որոնք շարունակական բնույթ են գրելու եւ առաջիկայում կամբողջականացնենք, այդ ինտեգրված սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների մեկ պատուհանի ստեղծումն է, երբ քաղաքացին այցելելով միասնական ընդունարան պետք է առնչվի ու գործ ունենա բացառապես երկու տիպի գործառույթ իրականացնող պաշտոնատար անձանց հետ։ Առաջինը դա դիմում ընդունող աշխատակիցն է, որի գործառույթը բացառապես քաղաքացուց դիմում ընդունելն է։ Ինչի համար եմ սա հատկապես կարևորում, որովհետև շատ դեպքերում մեր քաղաքացիները իրենց իրավունքը իրացնելու խնդիրը լուծելիս չեն ներկայացնում դիմում, իրենց էլ չեն հուշում, որ պիտի դիմում լինի գրավոր դիմում ընդ որում, հետո պարզվում է, որ մենք չենք կարողանում քաղաքացու իրավունքը իրացնել, որովհետև ավելի ուշ է գրավոր դիմում լինում եւ այլն, եւ այստեղ խնդրեմ առաջանում։ Հիմա ընդունարաններում քաղաքացիներից դիմումների ընդունումը, կոնկրետ դիմում ընդունող աշխատակիցների կողմից եւ խորհրդատուների ինստիտուտը, ովքեր հենց ընդունարանում նորմալ պայմաններում քաղաքացիներին կներկայացնեն իրենց սոցիալական կարիքների խնդիրների հետ կապված եւ իրենց իրավունքները եւ օրենքով սահմանված պարտականությունները եւ այլն։ Այս մեխանիզմը ձևաչափը հնարավորություն է տալիս, որպեսզի մենք որոշում կայացնող աշխատակից եւ քաղաքացի շփումը ընդհանրապես բացառենք, իսկ այս երկու պաշտոնյաները, որոնք իրենց գործառույթները կիրականացնեն, մենք ունենանք քաղաքացու իրավունք իրացված, որովհետեւ կենտրոնացված համակարգ ներառվելով քաղաքացու դիմումը, դա նշանակում է այդ դիմումի համապատասխան ընթաց, թե ժամկետների, թե լիարժեքության եւ մնացած առումներով։ Սրանք մեր հիմնական այն ուղղություններն են, բնականաբար նաեւ կա աշխատանք, որ պիտի իրականացվի եւ այլ ոլորտներով, դրանք բոլորը ընթացք են ստանալու շատ ավելի առարկայական ու ամենակարևորը նաեւ մեր հասարակության լիարժեք մասնակցությունը այս գործընթացներին։